Տոսում ես վերջերս մեծ շուկով ճոխությամբ նշվեց հին Եգիպտոսի թանգարանի ու այդ թանգարանի վերաբացման ճոխարարողությունը, որը հին եգիպտական փառքի ու զորության այդ ցուցադրումներ, այդ փառատոնով այդ ճոխ շեստվիա, ասենց ասած, բայց պարադոքսն ու զավեշտը կայանում է, որ այդ արաբները, որը Մուհամեդի ժամանակ ասպատակ է գրավել են հին Եգիպտոսը, եգիպտացի բնիկները չեն, դրանք սեմիտական ու արաբական ցեղերն են, այսինքն գրավյալ ասպատակիչներն են, իրենք իրենցն են համանում, մահմեդական արաբը հեթանոս Եգիպտոսի բերություն ու փառքը թանգարան է ստեղծել, որը $1 միլիարդից ավել ծախս է իրականացվել այս 20 տարվա ընթացքում, հերթականությամբ այս 3-4 ղեկավարները Եգիպտոսի այդ գործառույթը իրականացրել են ու վերել հասցրել են այս կուլմինացիայի, որը հսկայական ճոխությամբ նշվեց։ Դա ասպատակիչ արաբ մահմեդականներն են, բնիկ եգիպտացիները դրանք ղպտիներն են, որոնք 4-5 միլիոն են։ Հիմա մեր հայկական իրականության մեջ, որ ամեն մի հոգեշեղված սերիալին կես միլիոնից 2 միլիոն, 5 միլիոն նույնիսկ դոլար փող է ծախսվում, դե մենք փող չունենք, հայությունը վերության ու զորությունը մարկային հայկական արժեքներ քարոզելու, ճոխություն ներկայացնելու ինչ-որ ծրագրեր ֆինանսավորենք իրականացնենք, ինչ մի հատ Գարագին Նժդեի կիսատ կինոն է նկարվել, մի հատ Տիգրան Մեծի ինչ-որ կինո, ուրիշ էլ ինչ տենց լուրջ կինո, իբրև թե լուրջ հայանպաստ կինո ունենք, որ մենք Հայաստանում նկարել ենք, ես տենց բան չեմ հիշում, եթե հիշում եք, ներկայացրեք, բայց չունենք, այնտեղ չեմ ասում, որ ամեն մի նախկին պրեզիդենտին $2 միլիոն թոշ է կատարվում, բայց մենք հզորագույն ֆիլմեր չունենք նկարելու, այդ Գարագին Նժդեի այդ ֆիլմը լավ ֆիլմ է, բայց ֆիլմ նկարելուց պիտի ինձ նկարես, որ արտասահման աուդիտորիան էլ, արտասահմանցիներն էլ նայեն, հետաքրքիր նայեն ու ընկալելի լինի։ Թուրքական սերիալները, կորեական, ճապոնական սերիալները, որոնք ոչ միայն առօրյա կյանքն են նշում, այլև իրենց պատմական փառահեղ ազգային անցյալն են ներկայացնում, բավականին լայն աշխարհում տարածում ունի, լայն ընդգրկում է, մենք չունենք այդ փողերը, բայց ամեն մի հոգեշեղված սերիալի համար ունենք կես միլիոն, 2 միլիոն, 5 միլիոն դոլար, բայց չունենք հայությունը Հայաստանի համար, բանակի Արցախյան գոյամարտի համար, նվիրյալների համար ֆիլմ նկարելու փող նույնիսկ այդպիսի հոգեշեղված սերիալներ ոչ թե մի քանի հատն են, այլ մի քանի հարյուրն են։ Չեմ ասում պարգևավճարները, ես չեմ ասում ալիգարխների այդ թալանկողբուտը հայության, որ ոչ ոք այտենց լուրջ ֆիլմեր իրականում, որ արտասահման աուդիտորիան էլ հետաքրքիր ընկալի ընդունի, սիրահարվի այդ ֆիլմերի վրա, այտենց ծախսեր չեն անում։ Գործարաններն ու խոսքի կառավարությունը նախկին ներկաները խոսքի մի կողմ, բայց եկեղեցին ինչ-որ տես բան արել է, թեկուզ հոգևորականների մասին, Գրիգոր Լուսավորիչ, այնտեղ Ղրիմյան Հարիկ, Եսեն, իհարկե ոչ, դեմ օկուպացված կոնցլագեր անասնաֆերմա օկուպացված Հայաստանում, որը ռուսական օկուպացիա բոլշևիզմով, տեղական բոլշևիկ, այնտեղ ռուսկի միրի հետևորդ գործակալական ցանցով այդ գեյներին, կուբարիկներին, կոչիշան կարգավիճակով ինչ-որ մասային, պիտի պետքան փողեր ծախսեն։ Հոգեշեղված սերիալներ նկարում են, որ մարդիկ այնց հոգեշեղումներ ունենան ու այնց լուրջ թեմաների շուրջ չհասցնեն մտածեն։ Դրանց գումարած աշխատանքային իրավունք, սոցիալական ահասարսուր եւ պետական գնումներ ու մոնոպոլիաներ, թե բիզնեսի, թե պետության բնագավառում դրական մոնոպոլիա, որտեղ այդ նաձեռածների կաստան արտոնյալ է, ինձ ամեն ինչ թույլատրված ներվում է, մենք մի հատ 5000 դրամ տուգանքի համար մեր ամեն ինչը ոչ միայն գործը բանկային հաշիվ ունեցվածք, ամեն ինչը կարող կորցնենք։ Այդ է տարբերությունը ազատ պետության, ռուսկի միրի ազատագրումից, ռուսական օկուպացիայից ազատագրումից, ընտրությունը կոնն է, ով իմ հայ ազգ։